Բարելույս սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ տաք ուտեստ, որի համար պետք է մի քանի բաղադրիչ, բարդ բան այստեղ չկա, տարբերակն էլ երևի թե ձեզ ծանոթ է, ինքներդ երևի թե շատ հաճախ միգուցե պատրաստել եք, մեզ պետք է լինելու աղացած միս, գունավոր պղպեղներ, ահա ես ընթացիկ փորձում էի ամեն բան կարգի բերել, որպեսզի ճիշտ ներկայացնեմ այս ամենը, այստեղ ունենք կլոր շերտերով կտրատված եւ նախապես արդեն քաշված կարտոֆիլ, որը պետք է գեղեցիկ շերտերով դասավորենք իրար վրա եւ իհարկե վերջում պանիր ենք օգտագործելու։ Շատ քիչ բաղադրիչներ, բայց իդեալական գեղեցիկ եւ շատ համեղ ուտեստ ենք այսօր պատրաստելու։ Հուսով եմ մնալու եք մեզ հետ, նախաճաշի սեղանը պատրաստեք եւ իհարկե հետևեք առաջին ծրագրին։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, պատրաստում ենք այսօր տաք ուտեստ, ինչի համար մեզ պետք է աղացած միս, կարտոֆիլ, գունավոր պղպեղներ, ահա տեսնում եք ես կտրատում եմ, եւ մեկ կտոր պանիր, որը քերիչով կանցկացնենք եւ կավելացնենք մեր ուտեստի վրա։ Անցանք գործի սիրելիներս, թավան տաքացնենք յուղով եւ իհարկե առաջին հերթին տապակենք աղացած միսը։ Մի փոքր բուսայուղ ավելացնենք եւ իհարկե աղացած միսը։ Ադրինե, ես եկա քեզ օգնել։ Ողջույն, բարի գալուստ։ Բարի գալուստ։ Ես տեսնում դու համեղ բաներ ես այստեղ արդեն նախապատրաստել, որոնք տեղ են գտնելու այդ ճաշատեսակի մեջ։ Աշնանային իմիջայլոց ճիշտ է, բան չի մնացել, աշունը արդեն իր տեղը կզիչի, ձմռանը, բայց շատ համահունչ է եղանակին, որովհետև ամենավերջում մենք այս ուտեստը տեղափոխելու ենք ջեռոց։ Այո, անպայման ջեռոցում պետք է պանիրը հալչի եւ այսպես գեղեցիկ տեսք ստանա, դրա համար ասում եմ մի փոքր աշնանային։ Եվ այսպես։ Ես այստեղ կավելացնեմ նաեւ պղպեղը, գունավոր պղպեղ ունենք։ Այսպես։ Ավելացնենք նաեւ մեր պղպեղը։ Եվ իհարկե կսկսենք ավելացնել համեմունքները։ Որոնք իհարկե էլ ավելի համեղ կդարձնեն, ես կարծում եմ, որովհետև այստեղ Ադրինեի համեմունքների շարքը բազմազան են, գույներն էլ են այդ մասին խոսում։ Հաստատ։ Ես կարծում եմ, չգիտեմ, խոհանոցը զարդարում են հենց համեմունքները։ Իհարկե, ոչ սրա մասին շատ են խոսել, ոչ բոլորն են շատ տարատեսակ համեմունքներ սիրում, բայց մեր խոհանոցում կարծում եմ Եթե չափի մեջ է լինում, համային զգացողությունները էլ ավելի լավն են դառնում, օրինակ ես գիտեմ, որ շատ կտրուկ են համեմունքները հնդկական խոհանոցում, որոշակի բաներ կա, ես նախ սիրում եմ հնդկական խոհանոցից, բայց մեծամասնության, որ այնտեղ շատ է համեմունքները, դա ինձ հանգարում է այդ ամեն ինչը, որովհետև, չգիտեմ, շատ սուր համեմունքները, եւ այդպիսին են նաեւ վրացական խոհանոց, այնտեղ էլ են համեմունքները շատ սուր ձևով։ Ճիշտ է, այդպիսի բան կա, բայց դե յուրաքանչյուր տարածաշրջան աշխարհում յուրաքանչյուր երկիր իր ժողովրդին համապատասխան իր ապրելակերպի մշակույթին համապատասխան ունի իր միջոցները։ Օրինակ նույն Հնդկաստանում կծուն, եթե շատ են օգտագործում, քանի որ շատ տապ է, շատ շոգ է, ասում են պետք է մարմնի ջերմաստիճանը համահունչ լինի արևի ջերմաստիճանի, որպեսզի նրանք կարողանան դիմակայել։ Չգիտեմ, ինձ թվում է ամբողջը կապված է երկրի իրավիճակի հետ։ Աշխարհագրական դիրքի հետ եւ կլիմայական նաեւ փոփոխությունների հետ, որովհետեւ սուր համեմունքները նաեւ տալիս են իմունիտետի հետ կապված, որովհետեւ շատ ուտեստներ կան, որոնք պատասխանում են հենց արաբական, բեդուինական խոհանոցում եւ նաեւ հենց հնդկականում նույնպես, որոնք շատ վտանգավոր են առողջության համար, այսինքն մանրեր եւ այլն, իսկ կծում նաեւ այս դեպքում նպաստում է, այո, չեզոքացնելու այդ ամենը։ Այո, դու շատ ճիշտ ես,
Եվ ես կարծում եմ աշխարհում կամ որևէ ազգի մոտ որևէ բան եթե հորինում են եւ սկսում են անել, կարծում եմ դա ունի իր պատճառները, նախապատմությունը։ Այնպես որ պետք չէ խուսափել ոչ մի բանից։ Մենք անում ենք մեր գործը, ես հիմա աստիճանաբար սկսեմ ավելացնել համեմունքները։ Ասեմ, որ ես նաև իսպանական խոհանոցն եմ շատ սիրում, հատկապես պաելյան, իսպանական, որը շատ համեղ է։ Իմիջիալուց իսպանական խոհանոցում էլ կծուն օգտագործվում է։ Այո, բավականին շատ է օգտագործում այնտեղ էլ։ Եվ ծովամթերքն է նաև պատճառը դրա, որովհետև ծովամթերքի դեպքում էլ են շատ կծու օգտագործում համեմունքներից։ Այո։ Մենք մեր փունջը կօգտագործենք մշտապես։ Ես քրքումը շատ հերոստատիտողը արդեն կարծում եմ անգիր գիտի, որ ես պետք է քրքում օգտագործեմ, իսկ ինչու եմ օգտագործում, նա բնական բույսից է, այո։ Օգտագործում ես ադրին։ Ինչու, որովհետև իր ամենագլխավոր հատկությունը քրքումի մարսողության հետ է կապված, յուրաքանչյուր կերակուր ավելի դյուրամարս է դառնում եւ իմունիտետի իդեալական, այսպես հովանավոր է հանդիսանում քրքումը, այնպես որ նաև ասել եմ այս մասին, մեղրով, կիտրոնով, քրքումով թուրմ պատրաստեք առավոտյան մի փոքրիկ գավաթով ըմպեք, որպեսզի այս շրջանում հատկապես մրսածողությունը եւ վիրուսային այս սեզոնը չազդի ձեզ վրա, այնպես որ կարող եք օգտագործել այս ամենը։ Ավելացնենք նաև կարմիր պղպեղ եւ սև պղպեղ։ Դասական տարբերակը ավանդական մշտապես մեզ հետ է, այստեղ կարելի է միքս տարբերակ օգտագործել հատուկ մսամթերքի համար նախատեսված, որտեղ կա խմելի սունել է, որտեղ կա բազմապիսի ուրիշ համեմունքներ։ Մի խոսքով, եւ իմիջիալոց համադրությունը շատ ճիշտ է իմ համեմունքների եւ ոչ վնասակար, ամենակարևորը։ Այո, մենք դա արդեն իսկ մի քանի եթերաշրջան փորձել ենք եւ տեսնում ենք, որ փառքաստու ամեն բան նորմալ է։ Ամեն բան նորմալ է։ Ամենակարևորը ամեն բան համեղ է եւ դա ես միշտ ասում եմ, հա, օրինակ վերջերս նաեւ մեզ մոտ էին շեֆ խոհարարներ, որոնք շատ հայտնի են իրենց ոլորտում, բայց ես միևնույն է իրենց էլ նույն բանն ասացի, այո, աշխարհում ընդունված է դասել լավագույն խոհարարները տղամարդկանց, բայց էլի ինձ համար ամենահամեղը միշտ պատրաստում են կանայք, որովհետև մայրական ջերմությունը կա ու այդ հա տեսեք Ադրեն ամեն ինչ վերցնում է եւ այսպես իր չափաբաժնով լցնում է, իսկ տղամարդ խոհարարը կվերցնի, կկշռի, կնայի տեսնի, արդյոք այդ պտղունձի մեջ այդ մի փոքրիկ էս համեմունքի մեջ այնքան է, ինչքան որ ըստ բաղադրատոմսի պահանջվում է։ Այո, շատ։ Դե այս դեպքում արդեն այո, ստացվում է այնպես, որ ինչ որ պիտի պատրաստել, բայց համեղ ստացվում է միևնույն է մայրիկների կողմից պատրաստված։ Ադրեն ինչ process-ում ենք, սա պիտի տապակվի, ինչ ենք անելու։ Այո, սա տապակվի, եթե ժամանակ ունենք, մենք կարող ենք արդեն կարտոֆիլը համեմել։ Մենք կվերցնենք մեր թավան, Սուրեն ջան, ինչ կօգնես, սա մի կողմի վրա տեղափոխես, շնորհակալություն, եւ այստեղ կարտոֆիլը այսպես կշարենք, աղով պղպեղով կհամեմենք մեր կարտոֆիլը, հետո երբ արդեն մեր խճողակը պատրաստ կլինի, մենք արդեն գեղեցիկ կդարսենք կարտոֆիլի վրա։ Իդեպ գալիս է բլինչիկի սեզոն։ Ոչ միայն։ Այո, եւ երևի թե ամենաընդունված ու ամենասիրելի ուտեստ։ Արի մի օր էլ նաեւ փորձենք այդ ամանորյա տրամադրել, բլինչիկ ըստ Ադրինեի պատրաստել։ Անպայման, եթե, չգիտեմ, տեսնենք ոնց կստացվի, ամանորյա օրերին մոտ արդեն կսկսենք պատրաստել նմանատիպ, այո, բաղադրատոմսեր, որպեսզի հերոստատիտողին էլ եւ հետաքրքիր լինի եւ հիշողությունը թարմանա, թե ինչ կարելի է պատրաստել։ Ինչպես երեկվա ուտեստի, հա, տարբերակները շատ են, այնպես էլ կարծում եմ, այսինքն թթուների տարբերակներ, այնպես էլ կարծում եմ յուրաքանչյուր տանտիկին ունի բլինչիկի իր տարբերակը։ Այո, եւ յուրաքանչյուր ամենակարևորը գիտես, որ նա ում տուն գնում ես, ասում այ իմ ամենահամովն է։ Սրանից ոչ միտեղ չես կերել։ Ես հենց դա եմ ուզում ասել, յուրաքանչյուրի տան բլինչիկը իր համար ամենահամեղն է։ Ու ամենակարևորը արդյոք այս սրանից ոչ միտեղ չես կերել հաստատ։ Բայց դե փաստն է, որ բոլորի տանն էլ համով է, եւ յուրահատուկ համ ունի։ Եվ հիմա ճիշտ է, եւ հիմա ժամանակները արդեն խոհանոցը, քանի որ աշխարհի խոհանոցը շատ է զարգացել եւ բազմապիսի տարբերակներ կա, հիմա բլինչիկի տարբերակներն էլ են փոխվել։ Նույն բլինչիկի թերսիկները կարելի է պատրաստել բազուկի հյութով, կամ որպեսզի կարմիր լինի, գունավոր լինի, կամ սպանախի հյութով,
որպեսզի կանաչ լինի եւ կաշխատենք, կփորձենք այս ընթացքում այդ տարբերակները, այո, փորձենք, տեսնենք թե ինչ կստացվի։ Եվ միջուկները եւս փոխվել են բլինչիկի։ Կարող են լինել ոչ թե մսային, այլ օրինակ հենց կանաչիով կամ չգիտեմ, ինչ որ բանջարեղենով, այնպես որ Բայց դե ավանդականը մնում է ավանդական, այո։ Այն որ պատրաստում է, փաթաթում է ընդհանուր այդ խճողակ ընթացքում պակասում է, որովհետև երեխաները արանքից իրենց այո, վերցնում այսպես են։ մեկ դետալ։ Ես բերեմ տոմատի մածուկ։ Լիստերը, որոնք վառվում են ընթացքում, չէ՞, չեն ստացվում։ Դե տարբեր են պատրաստման եղանակներն ու այսօր արդեն հեշտացվել է այդ ձևերը, նաև այդ ամենը պատրաստելու համար, այնպես որ Ադրինեն ունի իր տարբերակները, որոնք եթերում պարբերաբար կասի ձեզ ինչպես տեսնենք, աստված առաջ, հիմա տոմատի մածուկ ենք ավելացնում, իմիջիայլոց նշենք մեր գործընկերոջ առաջարկն է սա, Իջևանի գինու և պահածոների գործարանի այս համեղ տոմատի մածուկը, որը կավելացնենք խճողակի վրա, որպեսզի շատ ավելի հյութեղ և համեղ ստացվի։ Ադրինեն շատ կարճ դադար ունենանք, հետո կվերադառնանք և արդեն այս ամենը կուղարկենք ջեռոց, այս պայն դադար, հետո վերադառնանք։ Շատ սիրելի հեռուստատիտողներ, ահա տեսնում եք ես թող ու բոհի մեջ եմ, պատրաստում եմ այսօրվա տաք ուտեստը, որը շատ պարզ բաղադրիչներից է կազմված։ Մենք ունենք խճողակ աղացած մսից, պղպեղներից եւ համեմունքներից եւ իհարկե խաշված կարտոֆիլ, որը կլոր շերտերով կտրատված էր։ Ահա տեսնում եք, ես արդեն դարսել եմ, դասավորել եմ ամբողջությամբ մեր կարտոֆիլները, այսպես խճողակը տեղադրում ենք կարտոֆիլի վրա եւ ամենավերջում վրան ավելացնելու ենք իհարկե քերիչով անցկացված պանիրը։ Շատ արագ կանենք նաեւ այդ գործողությունը եւ այս համեղությունը կտեղափոխենք ջեռոց սիրելիներս, հուսով եմ գրի եք առել բաղադրատոմսը, իսկ եթե ավելի անկեղծ, նույնիսկ չեմ էլ կասկածում, որ դուք եք այս տարբերակը պատրաստել։ Ահա, մնացածը իհարկե ընթացիկ ձեռքի հետ կանենք, այս երկու կարտոֆիլն էլ այսպես ասած լցոնենք եւ վրան ավելացնենք պանիրը։ Այսպես։ Ահա, խնդրեմ, այս մեկ կարտոֆիլը մնաց, ես հիմա գիտեք ինչ կանեմ ժողովուրդ ջան, մի փոքր այստեղից կվերցնեմ, կավելացնեմ այս մյուսի վրա։ Ահա այսպես։ Վրան ավելացնում ենք պանիրը, յուրաքանչյուր կարտոֆիլի վրա մի փոքր պանիր ենք ավելացնում։ Գեղեցիկ կհալչի պանիրը և շատ հագեցնող համեղ ուտեստ կստացվի։ Ես կարծում եմ այս տարբերակը նաև տոնական սեղաններին է շատ գեղեցիկ լինելու, այնպես որ կարծում եմ կարող եք պատրաստել նաև տոներին։ Այսպես, ամեն բան կարծում եմ պարզ է, հասկանալի է, մենք մի փոքր դադար ենք ունենալու, հետո վերադառնալու ենք և շարունակենք մեր առաջին ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն իմ շատ թանկագին հեռուստադիտող, ահա մոտեցավ ավարտին այսօրվա մեր հաղորդումը եւ մեր ուտեստը իհարկե պատրաստ է արդեն, մատուցման ամանների մեջ է եւ ես այս ընթացքում հասցրեցի մի փոքր սոուս պատրաստել, որը բաղկացած է մայոնեզից, մանանեխից եւ մի փոքր տոմատի մածուկից, այնտեղ ավելացնելով մի փոքր բուսայուղ։ Այսպես փորձեցի զարդարել մեր կարտոֆիլները իրեն համեղ խճողակով, դուք էլ փորձեք այս տարբերակը եւ վայելեք։ Ահա, կարող եք սոուսների տարբեր տեսականի պատրաստել եւ փորձել տարբեր սոուսներով մատուցել այս ուտեստը։ Ամբողջությամբ ճաշակի հարց է, դուք որոշեք ոնց է հարմար, սիրելիներս։ Եղեք առողջ, եղեք միշտ լավ ձեր սիրելիների, հարազատների հետ միասին շրջապատված սիրո մեջ եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, լավ մնացեք։